Իմ հարցը հենց նախագծին չի վերաբերում, բայց այսպես օդում կախված մնաց երևանցիների եւ Վիոլայի հարաբերությունների վերաբերյալ հարցը, որովհետեւ պարզ է, որ կառավարության բանակցությունների արդյունքում այն սահմանափակումը, որի մասին հայտարարել էր ավելի վաղ Վիոլան փոփոխության ենթարկվեց, բայց այդպես էլ չհասկացանք լավ դրա ապագան որն է եւ ինչպես ենք մենք առհասարակ փորձելու լուծել այս խնդիրը, որովհետեւ խնդրի լուծման հետաձգումը խնդրի լուծում չէ ակնհայտորեն։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ինչպես արդեն նշել ենք, ներկայում 2 շաբաթյա ժամկետ ենք խնդրել Վեոլիայի հետ աշխատելու եւ վերանայելու ժամանակացույցը։ Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու եւ մեր գնահատականը հիմնված է 2 հիմնական գործոնների վրա։ Առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր, բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Շնորհակալ եմ։